Փարքնեժդեհին Պուտին Նիկոլ հանդիպումը այն ինչ որ լրագրողների ներկայությամբ էր տեսանք, հասկացանք եւ շատ բաց էր արդեն կարելի ասել, բայց գործողություններից Նիկոլի կերևա նաեւ թե կուլիսներում ինչ են պայմանավորվել, որովհետեւ Պուտինը իր ենթականների հետ մինչեւ բացահայտ խոսելը կուլիսներում շուտ բան հասկացնում է ու ոչ մեկ չի կասկածում որ Նիկոլը Պուտինի ենթական է ենել ամենախեղճ ենթական եթե Լուկաշենկոները կամ չգիտեմ մնացած միջինասիական հանրապետությունների ղեկավարները ինչ որ բան կարողանում են դեմ տալ ինքը չունի դա ինքը չի կարող ինքը միշտ շնորհակալություն է հայտնում նորից կրկին անգամ շնորհակալություն հայտնեց վերջերս արդեն ականջներս սովոր չէր որ ինքը նորից առիթը բաց չթողեց Պուտինին շնորհակալություն հայտնել որ փաստորեն որ ինքը Արցախ-Ադրբեջան է համարել երևի ուրեմն Նիկոլի գործողություններից պարզ կդառնա թե ինչ է խոսել բոլորը լսել եք բայց նորից մեկնաբանություններում ես շատ ցավ եմ ապրում երբ որ մարդը լսում է ինչ են խոսում բայց լրիվ այլ բան է պատկերացնում եւ նորից գրառումներ կային թե բա Պուտինն ինչ կապ ունի ինչ մեղք ունի որ Արցախը էսպես Արցախն է այնպես Նիկոլն է հանձնել Արցախը εμείς գրում է Ռոբերտն էր հանձնել Արցախը εμείς գրում է Ռեսիչներ հանձնել Արցախն արդեն հասկանում եք ժողովուրդ թե Պուտինը ինչ կապ ունի ես բազմիցս ասել եմ բայց նորից կրկնեմ դժվար չի որովհետեւ պետք է էլի այս պահը պետք է զգաք հասկանաք Հայաստանը Ռուսաստանի գաղութ է որ անունը հապկ է դա չի նշանակում որ հետները իրավա հավասար պետություն է չէ մենք գաղութ ենք ռուսական իսկ գաղութի հետ ինչ որ տեղի է ունենում որոշում է գաղութարարը Կրեմլում նստած մարդը իսկ Արցախը դա Հայաստանի մաս է այսինքն Արցախն էլ է Ռուսաստանի գաղութ եղել եւ երբ որ այդ Ռուսաստանը խնդիրներ է ունենում երբ որ խնդիր է ունենում Եթե Հայաստանի հետ խնդիր ունի, վաղ եթե Չինաստանի հետ խնդիր ունենա, Ղազախստանի հետ կարող է ինչ-որ մի բան, օրինակ։ Հիմա արդեն թույլ է, էլի չի կարող արդեն Ղազախստանի նման բան պարտադրի, բայց եթե ասենք 20 թվին Չինաստանի հետ խնդիր լիներ, հաստատ կարող էր, այս նույն բանը ինչ-որ մեր հետ արեց, այսինքն ինչ-որ Թուրքիային զիջեց, Ադրբեջանին զիջեց, ինքը կարող է իր ցանկացած գաղութի հետ անել։ Այս գաղութները դրա համար են։ Պետությունը իր շրջակա հարևան պետություններին վերցնում գաղութացնում է, որի երկիրը պաշտպանված լինի, որի երկիրը չվտանգվի, վտանգ առաջանալու դեպքում իր գաղութին է դեմ անում։ Մենք գաղութ ենք ժողովուրդ, եւ Պուտինն է որոշողը։ Եթե հանգարց վաղը, ասենք Լուկաշենկոն որոշի որ այն որ երկրորդ համաշխարհայինից հետո Լեհաստանից տարածքներ է մնացել Բելոռուսիայի տարածք է համարվում։ Ասենք որոշի այդ լեհական, ասենք մի գյուղ հանձնի Լեհաստանին, ասես ձերն էր եղել, պապական լեհական գյուղ է կամ քաղաք է, էլի։ Առեք ձերն է հալալ լինի։ Ինչ է Պուտինը պետք է կանգնի ասի դե դուք ձեր պետությունը ում ուզում եք տվեք։ Երբեք։ Դրա իրավունքը բացառապես պատկանում է Պուտինին։ Եթե Լեհաստանի հետ խնդիր ունենա ու տանուլ տա, կարող է ասի, բայց դա ինքը չի ասել։ Լուկաշենկոն կասի դուր։ Ինքն էլ ցույց կտա որ դեմ է, բայց քանի որ Լուկաշենկոն է ուզում ինչ անի։ Այս խաղն է խաղացվում։ Ես ուղղակի ուզում եմ ես չգիտեմ ոնց բացատրեմ։ Իր ունեցվածքը պայելու համար գաղութին է դեմ անում։ Այդ թե որտեղ է կապը Պուտինի եւ Արցախի միջեւ։ Իսկ Նիկոլները, Ռոբերտները, Սերժիկները դրանք այդ կատարածություններն են եղել։ Այս երեքն էլ Պուտինի օրոք Հայաստանը կառավարել են։ Ոչ թե ընտրված են եղել, ուղղակի նշանակվել են, ընտրություն խաղացել են, բայց սրանք կառավարել են Պուտինի սրտով։ Մեկն ասում է Նիկոլն ինչ անել, Լևոնը, Ռոբերտը, բան Սերժիկը վաղուց ստորագրել տվել էին։ Հա ինչ ստորագրել էին, Ալիևն ասում էր տեր ջան, դե մի 10-20 տարի էլ օգտագործեք այդ հանքերը շահագործեք, ամեն ինչ դատարկեք, հետո տվեք ինձ։ Թո Նիկոլը գա, Նիկոլն իմ աղբերն է, ուզում եմ աղբորս ձեռքից դա վերցնեմ։ Հա, այդպես բան լինում է ժողովուրդ։ Այդպես բան չի լինում։ Այդպես բան մտածող ուրեմն պետք է ես չգիտեմ ինչի հետ համեմատեմ արդեն։ Հասկանում եք, միաբջիջ կենթանի պետք է լինի, ով մտածում է, որ ասենք
արդեն ստորագրած էր։ Չէ, բայց Ռոբերտը եւ Սերժիկը եւ Լևոնը միշտ իրենք հանձնարարությունը ստացել են, որ հարմար պահի կարող է սա զիջվի։ Աշխարհ քաղաքական իրավիճակ փոխվելուց ու այդ մարդիկ Արցախը պահել են առանձին Հայաստանից։ Իրենք ոչ թե տվել են Ադրբեջանին, ոչ թե ստորագրել են սա Ադրբեջան է, ոչ թե հայտարարել են, որ սա Ադրբեջան է։ Իրենք անկախացրել են, Հայաստանից փոխել են, որտեղ Արցախը դա Հայաստան է։ Որ Պուտինը երբ որ Թուրքիայի հետ խնդիր ունենա, Արցախը հավատացեք, առանց Արցախի Ռուսաստանը Ադրբեջանի վրա լծակ չի կարող ունենալ։ Իսկ եթե հանկարծ Աստված մի ասես Սյունիքն էլ իրենց հաջողվեց վերցնել, ընդհանրապես Ադրբեջանի հետ Ռուսաստանը կամ Թուրքիայի հետ խոսել չի կարողանալու, բացարձակ խոսել չի կարողանալու, որտեղ արդեն ուրիշ թեմաներ են բացվելու։ Պատկերացնում եք, թե Ռուսաստանի վիճակը որքան ծանր է դառնալու, երբ որ հանգարց թուրքերին հաջողվի այս նաև Սյունիքը տիրանան։ Հիմա հասկացաք կապը, ոչ թե Ռոբերտը ստորագրել էր, որ դա Ադրբեջան է ու Ալիևը սենց սպասում էր Նիկոլի գալուն, չէ, մարդիկ անկախացրել են, դա էլ է սահմանադրական կարգի խախտում, դա էլ է հանցագործություն։ Հասարակ բան եմ ասում, որ դուք ընկալեք։ Ուրեմն պահը այնպես եղավ, որ Ուկրաինա պետք է մտներ, այդ մարդը Ուկրաինա մտնելու համար Թուրքիայի, ասենք, բարեհաճությունը պետք է ունենար։ Թուրքիան էլ բաներ ուներ պահանջելու։ Այդ մարդիկ խնդիր ունեն Հայաստանի հետ։ Իրենց պատմությունը, իրենց ապագան թուրքերի, ազերիների բացառապես մեր ձեռքում է։ Բացառապես հայ ժողովրդի։ Կլինի հայ ժողովուրդը, իրենք չեն ունեն ապագա։ Չի լինի հայ ժողովուրդը, իրենք կհզորանան։ Դրանց պահանջն է։ Ոչ թե Նիկոլի կամքն է կամ բան։ Նիկոլը մի հատ ծախված խաղալիք է։ Անինքնասեր, անհայրենիք, թշվառ։ Այնքան թշվառ, որ այսօր էլի ճեպազորի ժամանակ Քոչարյանի հանցագործություններից խոսել է ու Քոչարյան ազատության մեջ է։ Այդ կարգի թշվառ է։ Իսկ էներգու պատանին դբրոցականները կալանքի տակ են։ Դե հիմա դուք մարդու մասին պատկերացում կազմեք։ Մարդու մասին պատկերացում կազմեք։ Ինքը երբ որ բան է հայտարարում, երբ որ ասում է, «Էս ինչ մարդը բարևեց», անվանական ասում է, ասես, «Պրիվետ Ռոբ» անցավ տարան, զուգարան սպանեցին։ Երկրի վարչապետը նման հայտարարություն անում։ Պետք է դատախազն ասի, դե արի ցուսմունք տուր դատարանի Քոչարյանին տանենք նստեցնենք։ Ուր է այդ գործողությունը։ Էներգու մատղաշ երեխեն բան էին արել, մարդ էին սպանել։ Սա է իրականություն։ Եթե դուք սա չեք տեսնում, չեք տարբերում, ուրեմն ձեզ անդադ կարող են խաբել, խանգարել։ Սա ինչի համար եմ ասում, որ հասկանաք, մենք իրականում գաղութ ենք եղել, այդ պատճառ դա է, որ Պուտինը ինչ կապ ունի մեր հետ։ Պուտինական, հասկացար, այսինքն Լենինն էլ մեր հետ կապ չուներ։ Այսինքն ձեր կարծիքով հիմի այնց է դուրս գալի, որ մենք 18 թվին, որ անկախացել ենք, Սարդարապատում պայքարել ենք, Վաշաբրանում, Ղարաքիլիսայում, թուրքերին կասեցրել ենք, դարձել ենք անկախ պետություն, հետո Լենինը ինչ կապ ուներ, մենք որոշեցինք այդ երկրի կեսը տանք Թուրքիային, կեսը տանք բոլշևիկներին, հա? Այսինքն մենք այդքան արոնը թափեցինք, վերջում որոշեցինք, որ մեզ անկախ Հայաստան պետք չի, կիսեցինք, կեսը տվինք Թուրքին, կեսը տվեցինք Ռուսին։ Հա, այս նույն որակի խոսակցություն է, որ ասում եք Արցախի հետ Պուտինը ինչ կապ ունի։ Շատ ուղիղ կապ ունի։ Առաջի հանրապետության հետ Լենինը ինչ կապ ուներ, Աթաթուրքը ինչ կապ ուներ, շատ ուղիղ կապ ունեին։ Ազգերի լիգայում ճանաչված պետությունը։ Դրեցին մեջտեղից կիսեցին։ Կարող է մենք ենք մեր ձեռքով հանձնել, ասել ենք այդ Սարդարապատում ինչ արել ենք, հալատ ենք արել։ Այդ Սարդարապատի կռվածները ուրեմն հանցագործներ են, ոնց որ հիմա մարդը պատրաստվում է Արցախ-Ադրբեջան հիմնովին, երբ որ սահմանադրությունն էլ կփոխի, արդեն օրենքով կճանաչի Ադրբեջանը, արդեն օրենքով Արցախում կռված, Արցախ ազատագրած մարդիկ դառնալու են հանցագործ։ Ավտոմատ երրաբլուրում պարկածները եւ ովքեր դեռ ողջ են, նրանց հանդեպ կարող է գործ հարուցի։ Ալիևը կարող է պահանջել, ասել, այդ մարդկանց հանձնում ես ինձ։ Նիկոլի աջակից ես որպես արցախյան ազատամարտիկ պատերազմի մասնակից առաջի ես քեզ ո՞նց պետք է ընդունեմ։ Ասեմ, քո Նիկոլը ինձ հանցագործ է դարձրել, ապրի ինքը։ Հասկանես, որ դու թշնամի ես։
Խոյ մերեք։